Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին ներկայացրել է նախարարության աշխատակազմին։ Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Մխիթար Հայրապետյանին կատարած աշխատանքի համար, ապա ընդգծել տեխնոլոգիաների ոլորտն արդեն երկար ժամանակ Հայաստանում ունենում է զարգացումներ։ Բայց պիտի ասեմ նաև, որ վերջին մեկ տարվա զարգացումները Հայաստանի համար հատկապես նշանակալի են, որովհետև մենք հիմա արդեն ավելի ու ավելի լիարժեք եւ լիաթոք նորագույն տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության հետ առնչվելու հնարավորություն ունենք։ Իհարկե մեծ աշխատանք է արված Հայաստանում, հիմա արդեն գործում է ենթակառուցվածք, որը ընդամենը տարիներ առաջ կարող էր թվալ դժվար իրագործելի։ Երևանի պետական համալսարանի սուպեր համակարգչային կենտրոնը, Elevate AI արհեստական բանականության գործարանը, օրերս Firebird ընկերության կողմից գործարկվելիք արհեստական բանականության գործարանը, այս ենթակառուցվածքներն է հիշատակում պետության ղեկավարը, իսկ տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ քայլելը կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է, շարունակում է վարչապետը։ Բայց այս առումով մենք պետք է նաև ուշադիր լինենք եւ հաղորդակից լինենք այն գլոբալ բանավեճերին, որը տեղի ունենում տեխնոլոգիաների առնչությամբ, այն տրամաբանությամբ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի տեխնոլոգիաների ներդրումը ոչ թե պակասեցնի մարդկանց աշխատելու եւ վաստակելու հնարավորությունը, այլ ընդհակառակը հնարավորինս ավելի հեշտ եւ արդյունավետ դարձնի այն։ Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ մենք բավականին հագեցած օրակարգ ունենք տեխնոլոգիաների ոլորտում, իհարկե բարձր տեխնոլոգիական արդյունաբերության պատասխանատվության ոլորտը մի փոքր ավելի լայն է, քան հենց անունից առաջի տպավորությունը ստանում ենք։ Այստեղ իհարկե կան շատ լուրջ եւ տևական խնդիրներ, որոնք էլի կառավարման, պլանավորման եւ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն են առաջացնում, բայց սա առաջիկա աշխատանքային օրակարգ է, որը մենք կքննարկենք կառավարության ծրագրի նախագծի քննարկման եւ ընդունման համատեքստում։ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը վստահելու համար։ Ես այդ գիտակցմամբ եմ եկել աշխատանքի, որ ինձ տրված է բացառիկ հնարավորություն իսկապես իմ ծառայությունը բերելու մեր պետությանը։ Եվ ես հատկապես դրա համար ուզում եմ շնորհակալությունը հայտնել ձեզ։ Պարոն Թադևոսյանի հետ մենք աշխատանքային փորձ ունենք։ Պարոն Թադևոսյան, գիտեք, որ չափ եմ ձեզ գնահատում եւ մարդկայնորեն եւ մասնագիտական առումով։ Եվ ես նաեւ շնորհակալ եմ, որ ժամանակին դուք միացաք մեր թիմին, դարձաք մեր թիմի մասնիկը։ Եվ բնականաբար նաև դա է, որ ել ավելի ինձ լավատեսություն եմ ներշնչում, որ դուք հաջողելու եք։ Մեծարգո պարոն վարչապետ, նախ եւ առաջ անչափ շնորհակալ եմ այս բարձր վստահության եւ այս ունիկալ հնարավորության համար։ Կիսում եմ պարոն Հայրապետյանի մոտեցումը, սա իրոք ծառայություն է, եւ ես այս պաշտոնը ստանձնում եմ քաջ գիտակցելով, որ ամեն ինչ ունի սկիզբ եւ ամեն ինչ ունի ավարտ։ Եվ ես փորձելու եմ կիրառել մաքսիմալ ջանքերը ավարտի ժամանակ հետ նայելուց ձեր հետ համատեղ հպարտությամբ եւ լիաթոք կատարված աշխատանքի զգացումով թողնելու այս պաշտոնը հաջորդ նախարարին։ Նորանշանակ նախարարը հավելել է, գիտակցում է, որ գալիս է մի ոլորտ, որը չնայած կայացել է, բայց դեռ շատ անելիքներ կան։ Էմմա Վարդանյան, լուրեր։